Այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում ազգային բարերար Սամվել Կարապետյանի աջակիցները ակցիաներ են իրականացրել։ Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքված աջակիցները Փաշինյանին հեռախոս են նվիրել։ Շարժման խորհրդի անդամ Արթուր Միքայելյանի խոսքով նվերի նպատակն այն է, որ Փաշինյանը վերջին անգամ դուրս գա ուղիղ եթեր ու հայտարարի, որ այսուհետ երկրում գերիշխելու է օրենքը։ Ես այս հեռախոսը կթողեմ այստեղ, փոխանցեք խնդրում եմ վարչապետին Հայաստանի Հանրապետության։ Ակցիաները շարունակվել են նաև քննչական կոմիտեի դիմաց։ Ազատություն Սամվել Կարապետյանի։ Շարժման խորհրդի անդամ Շիրազ Մանուկյանի պնդմամբ իշխանությունը փորձում է իր ձեռքում պահել պետական բոլոր ինստիտուտները սեփական շահերի համար, մինչդեռ Սամվել Կարապետյանը իր գործունեությամբ ապացուցել է, որ մշտապես եղել է ժողովրդի ու պետության կողքին։ Եթե այսօր Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ, ուրեմն այսօր այստեղ ժողովրդավարության մասին անգամ չեն կարող խոսել, արդարադատության մասին չեն կարող խոսել։ Գլխավոր դատախազության շենքի մոտ եւս ազգային բարերարի աջակիցները հավաքվել են։ Շարժման խորհրդի անդամ Գառնիկ Դավթյանի խոսքով, սա վերջին խրամատն է, վերջին պաշտպանական գիծը, որից հետո չենք ունենալու Հայաստանի այն պատկերը, որը հիմա կա։ Սամվել Կարապետյանը պետք է գտնվի ազատության մեջ, եւ եթե մի քիչ ավելի ժողովրդական խոսքով ասեմ, այդքան տհայտ բաց թողեք։ Տեսնենք ընտրություններով կարա հաղթեք, թե չէ։